Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, այսօր Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի հետ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Աբովյան, մինչ այսպես այլ թեմաներին ասները խորհրդանական աշխատանքների հետ կապված արդեն նոր խորհրդարանը այսպես կազմավորվել է ղեկավարությունը, հիմա հանձնաժողովների նախագահներն են եւ կարծես այդ արդեն գնալով այսպես թեժանում է, քննարկվում է Էդգար Ղազարյանի հարցը, շատեր ասում են, որ կարող են կամ նա որպես պատգամավոր կամ մանդատը վայր դնի կամ ֆրակցիան նրան դուրս անի, այս դրա վերաբերյալ ինչ կարող եք ասել, ինչ զարգացումներ են խորհրդարանում սպասվում։ Նախ ինձ շատ դժվար է վերլուծել կամ քննարկել մի կառույցի գործունեությունը, որը ապալեգիտիմ է ըստ էության, այսինքն ապալեգիտիմ կառույցի գործունեություն եւ հետեւաբար բոլոր որոշումները, որոնք այնտեղ ընդունվում են, իրենք ապալեգիտիմ են եւ այստեղ հարկ եմ համարում շնորհակալություն հայտնել թե ուժեղ Հայաստանին, թե Հայաստան Դաշինքին, որովհետեւ մշտապես իրենց ելույթների ժամանակ երկու հանգամանք են առաջ տալիս գլոբալ, որ պարլամենտը ապալեգիտիմ է, այսինքն ձևավորվել է կամայական որոշմամբ իշխանության, այսինքն իշխանությունն է որոշը, ով ինչքան ձայն պետք է ստանա, հաշվի առնելով Բարգավաճից գողացված, ձայները, հաշվի առնելով այն շանտաժը, լկտի ուղղակի ճնշումները, խուժանությունը, խուլիգանությունը, չգիտեմ էլ ոնց ասեմ, նախընտրական փուլում եւ վերջում Վագն Հովակիմյանի նկարչության մաստեր կլասը, ճակերտներում իհարկե։ Այսինքն եկեք ֆիքսենք, որ ի սկզբանե այս պարլամենտը ապալեգիտիմ է, այսինքն գործողությունները մենք պետք է, որոնք տեղի են ունենում պարլամենտում, նայենք այս տեսանկյունից։ Սա բնավ չի նշանակում, որ պարլամենտը չի ունենա իր ազդեցությունը, ապալեգիտիմ պարլամենտը։ Բայց մենք պետք է հաշվի առնենք հետեւյալը, որ միգուցե առաջին անգամն եմ ասում, բայց այնուամենայնիվ այս ապալեգիտիմությունը ինքը նաև անդիմությանը բավականին լայն դաշտ է բացում, ոչ միայն ապալեգիտիմ պարլամենտում ժամանակավոր ներկայացված ընդդիմությանը, ինչի համար ժամանակավոր, որովհետև դե պարզ է, չէ՞, ինչ որ մի պահին այս ապալեգիտիմությունը պետք է հանգուցալուծվի ինչ որ մի ձևով։ Այսինքն յուրաքանչյուր որոշումը, որ ընդունվելու է, ինքը հետո շատ հեշտությամբ ապագայում վիճարկվելու է, թե ներքին իրավական համակարգի շնորհիվ, կամ մեթոդով կամ օգտագործմամբ, թե արտաքին։ Ինչ վերաբերում է փոխհարաբերություններին, ես ճիշտ ասած ուրիշ բան չի էլ սպասում, առանց, Եթե մեկնարկը այսպիսին է տրված հետագայում, ինչ է։ Դե տեսեք, դե ես, գիտեք, սենց ասեմ, ես մի քիչ կոռեկտ էլ չեմ համարում լինելով քաղաքական ուժի ներկայացուցիչ, հիմա քննարկել օրինակ ուժեղ Հայաստանի կամ Հայաստան Դաշինքի, իմ շատ հարգված ընկերներիս, միանգամից ասեմ, եւ գործընկերներիս քայլերի տրամաբանությունը ինչ են իրենք այնտեղ եւ ինչ են իրենք նախատեսում։ Լիահույս եմ, որ կա նվազագույնը, ռազմավարական առումով հասկացություն, թե ինչպես են իրենք գործունեություն ծավալելու, շատ նկատեցիք աշխատելու բառ չեմ օգտագործում։ Դե հնարավոր չի սկզբանե ապալեգիտիմ ինչ-որ պարլամենտում աշխատել։ Բայց ռազմավարություն կունենան կամ ունեն կամ միգուցե եւ արդեն կիրառում են, որը թույլ կտա նույնիսկ ապալեգիտիմ պարլամենտի պարագայում այնուամենայնիվ առաջ տանել այն տեսլականը կամ այն պատգամը, որը իրենց տվել է եւ մեզ եւ առհասարակ անդիմությանը Հայաստանի Հանրապետության քաղաքացին հայերը, այսպես ձևակերպենք։ Ինչ է լինելու հետո իրականում լինելու է շատ վատ գործընթաց։ Այդ դատախազին հաճախ ենք տեսնելու խորհրդարանում, ասես, որովհետև կարծես տարբեր այսպես փուլերում անդադ անոնսում են, ասում են, այս անձեռնամխելիությունը չի փրկելու անգամ պատգամավորի։ Տեսեք, մենք ապրում ենք ուզենանք այսպես զրկելու են։ Ես առհասարակ կարծում եմ, որ իշխանությունը պետք է այդ ձևականություններից դուրս գա, իրենք փորձում են, չէ՞, իրենց այդ հակապետական, հակահայկական քայլերը միշտ ինչ-որ մի ձև փաթեթավորեն իբր իրավական գործընթացը, տենց ասած։ Ինչ է փաթեթավորում, եթե դուք արդեն իսկ, առանց կաշկանդվելու, առանց
ինչ որ նեղվելու, հա, ուղիղ բացահայտ ասում եք, որ մարդկանց հետապնդելու եք իրենց կարծիքի համար, միայն իրենց կարծիքի համար։ Հա, ինչը ամենասենց ակնհայտ, հա, օրինակը դա Գագիկ Ծառուկյանի վերջին գործընթացն է, որ մարդուն կարծիքի համար ուղղակի հիմա փակել են, ինքը բանտում է, ինչ որ շինցու հիմար ապու շատ այնս դատարկ գործեր են հորինում օդից բռնում, որ ճնշումը շարունակվի։ Եվ ես բազմաթիվ անգամ ընդգծել եմ, որ այն ինչ կատարվում է Սամվել Կարապետյանի հետ, այն ինչ կատարվում է հիմա Գագիկ Ծառուկյանի հետ, ինքն անխուսափելի տարածվում է ամբողջ քաղաքական դաշտի վրա եւ այո իշխանությունը անելու է Կարծես առաջինը, այսպես հա ցուցակում Էդգար Ղազարյանից։ Ես չեմ կարող ասել ով ում ցուցակում է կամ ինչա կատարվում, բայց այնուամենայնիվ ասում են, որ բարեկրթության այդ սահմանված նորմերի առաջին կանոնը իրենց ասում են ծխել, հա, չգիտեմ, դատել, նստացնել։ Բայց իսկ սկզբանե իրենք այսպես պայմանավորվել էին, որ բարեկրթության մտնոլորտում են։ Պատգամավորները, խմբակցությունները Ես կարծում եմ, որ ատելության մտնոլորտը վերացնելու համար քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պետք է սկսի իրենցից նվազագույնը ներողություն խնդրի արցախցիներից, ներողություն խնդրի հայկական էթնոքաղաքական առհասարակ գաղափարները աղավաղելու եւ լկտիաբար, ես այլ խոսք չեմ կարող գտնել, գետնին տալով պետք է ներողություն խնդրի չոքեչոք գնան Էջմիածին մի հատ վեհափառից ներողություն խնդրի, երբ որ այդ ամենը կանեն, այդ ժամանակ կարելի է խոսել բարեվարկության մասին։ Ինչի համար եմ ասում չոքեչոք Էջմիածին, որովհետեւ հայկական քրիստոնեական դավանանքում, մեր քրիստոնեական դավանանքում կա մեղանչելու կամ մեղքը քաղելու ձևաչափ, որը ենթադրում է դեպի Էջմիածին գնալ եւ մեղքերի թողություն անել։ Ես լիահույս եմ, որ ի վերջո իրենք կհասկանան իշխանությունների մասին է խոսքը։ Կապ չունի վերնախավից թե ներքև, թե իրենք ինչ են արել եւ ի վերջո գոնե կփորձեն ասուց այդ ասենց ասենք, ներումը ստանալ, գոնե ասուց ներումը ստանալ։ Պարոն Աբովյան, այլ մենք անդադ մատնանշում ենք խորհրդարանը ոչ լեգիտիմ խնդիրների հետ կապված ինչ մթնոլորտ է դիրում, այ դուք որպես նախկին պատգամավոր եւ երկար տարիներ այնտեղ այսպես աշխատանքներ իրականացել, եւ որ միայն իշխանությունը չէ, երբ որ ընդդիմադիր պատգամավորները եւս իրենք մանդատ վերցնում են, գնում են խորհրդարան, արդյոք իրենք եւս պատասխանատվություն չեն կրում այս իրավիճակի համար եւ մասնակից չեն դառնում այս ամենին, այս ոչ լեգիտիմ process-ին ինչպես բնութագրում է տալիս։ Միանշանակ, հենց այդ պատճառով էլ ես ընդգծեցի, որ լիահույս եմ, որ ընդդիմությունը ունի ռազմավարություն, թե ինչպես է ինքը պատասխանատվության, արկայության պարագայում իր ստանձնած դելով սենց ասենք պատգամը, կարողանա առաջ տանի, որովհետև մենք պետք է շատ հստակ եւ պարզ հասկանանք, որ ընդդիմության ես համոզված եմ ոչ լեգիտիմ պարլամենտում հիմա ներկա ընդդիմության բոլոր հավատացնում եմ ձեզ բոլոր մարդիկ, ովքեր ներկայացված են, իմ գոլեգաները եւս մեկ անգամ կրկնեմ, շատ կողմից շատ հարգված մարդիկ, իրենք հասկանում են, որ յուրաքանչյուր գործընթաց, նույնիսկ ապալեգիտիմ գործընթաց, ինքը իրենց դարձնում է կամ դարձնելու է մասնակից այդ process-ի, կամ այստեղ արդեն գալիս ենք ռազմավարական լուծումների, որոնք շատ հնարավոր է իրենք ունեն, օրինակ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը, որի քարտուղար ես պատիվ եմ ունեցել լինել, մենք էլ ունենք ռազմավարություն եւ պատկերացրեք նույնիսկ ամենաաննշան օրինագիծը կամ օրենքը երբ որ քննարկում էր, որը միգուցե եւ կապ չունի քաղաքականության հետ, օրինակ ինչ-որ մի ռատիֆիկացիոն կամ տնտեսական, ինչ-որ բլոկի սոցիալական եւ այլն, մենք անպայման բոլոր ռիսկերը հաշվարկում էինք եւ մեր մարտավարությունը նա էր, որ յուրաքանչյուր գործընթաց ինքը պետք է իր մեջ բխի մեկ տրամաբանության ներքո, դա պետք է ձեռնատու լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, այսինքն պետության ապալեգիտիմ պարլամենտի պարագայում
տասնապատիկ ավելի դժվար է, որովհետև ի սկզբանե արդեն հիմքում ապալեգիտիմությունն է դրված, այսինքն օրինակ ինչ որ օրինագիծ բերեցին, չէ՞, քննարկում գնաց։ Հիմա դու կարաս կամ քննարկես, հա, կամ կարաս չքննարկես։ Իսկ եթե ժողովուրդը ինքն է իր քվեով, իր ձայնով այդ խորհրդանը ձևավորել, հիմա ինչպես է այդ որակումը տրվում ոչ լեգիտիմ։ Եթե օրինակ մարդիկ են որոշել, թե ով պետք է այնտեղ լինի, ով որքան էսպես ներկայացվածություն պետք է ունենա, այդ որակումը ոնց է տրվում ոչ լեգիտիմ։ Շատ բարձ պատճառով, որովհետև անմիջապես ձեր հարցի մեջ շատ մեծ խնդրահարույց պահ կա, մարդիկ չեն որոշել, որ պարլամենտը պետք է լինի այս կազմում։ Ընտրությունների միջոցով։ Դուք Վահագն Հովհաննիսյանի նկարչական հմտությունների մասին եք խոսում, թե ընտրության։ Եկեք մի անգամից ընդգծենք։ Ես չեմ ուզում հիմա կրկնվեմ, բայց ես ավելի քան համոզված եմ, որ սրանք 700,000 ձեն չունեն, որ ինչի համար եմ համոզված, որովհետև այն խախտումների ծավալը, որը կար, հա, ինքը ակնհայտ ցույց է տալի, որ սրանք չունեն այդ ձայները։ Երկրորդը, ինչի ապալեգիտիմ, շատ բարձ պատճառով պարլամենտը ձևավորվում է, ինչպես դուք իրավացին գծեցիք, մարդկանց կամարտահայտության ազատ, անկախ, ճիշտ է, առանց ոչ մի ինչ-որ այլևայլությունների։ Մենք գիտենք, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը 60,000 ձայն են տվել, այսինքն շեմը անցել են։ Ես ավելի քան համոզված եմ, անգամներով էինք անցել, հաշվի առնելով այն խուժանությունը, որը կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի ունեցավ, բայց ինչևից է անցել ենք եւ միտումնավոր Բարգավաճ Հայաստան կուսակցությանը դուրս թողնելով պարլամենտից խախտվում է ոչ միայն Բարգավաճ Հայաստան կուսակցության իրավունքները, ոչ միայն 60,000 մարդու իրավունքները, ովքեր գնացին եւ ընտրեցին ի վերջո, չէ՞, այլ խախտվում է այն կոնֆիգուրացիան, որը պետք է ձևավորվեր պարլամենտում, այսինքն եթե Բարգավաճը անցնում էր կարճ ասած։ Լրիվ այլ իրավիճակ էր։ Լրիվ այլ իրավիճակ էր ստացվում ու սրանց ձեռները, հա, այդպես մի անգամից կապվում էր։ Դե պարզ է, որ թուրքերը սրանց գլուխը կպոկեին, եթե հանգստանց բաներն են, որովհետև իրենք այս պարագայում ընդհանրապես։ Բայց հիմա այսպես թե այնպես էլի խնդիր ունեն։ Այո, բայց խնդիրների ծավալ կա, չէ՞, եթե իրանք հիմա ունեն սահմանադրական մեծամասնության խնդիր, ապա այն պարագայում իրանք ունենային օրինակ օրենսդրական, հա, մեծամասնություն դոնթի բանաձևով ունենալով այնուամենայնիվ օրինակ չէին կարող գլխավոր դատախազ ընտրեին, դատավորներ ընտրեին, այսինքն ձեռքերը կապեր լինելու, իսկ դրա համար Ալիևը իրենց կպատժի։ Իդեպ նույն Ալիև օրեր առաջ բոլորիս հորդորում էր, ասում էր մի վիրավորվեք, այդտեղ որևէ նվաստացուցիչ բան չկա, կապիտուլյացիա բառում։ Նախ կապիտուլյացիայի ենթարկվել է այս իշխանությունը, ոչ թե հայ ժողովուրդը, սկսենք դրանից։ Երկրորդը, երբ որ ինքը հորդորում է չվիրավորվել, դա գիտեք ինչի է նման, մի վիրավորվեք, որ օրինակ հայկական եկեղեցիները քանդվում են, հա, իրանք ոչնչացնում են, մի վիրավորեք, որ Բաքվի բանտերում հայեր են, մի վիրավորվեք առհասարակ, որ ադրբեջանցիները մեզ անվանում են շուն, կենթանի, ես նույն այդ Ալիևը, հա, այդպես բաներ, մի վիրավորեք, ինչի եք վիրավորվում, նորմալ է, էլի համաձայն իրենց տեսանկյունից։ Ասում այո, փաստ ընդունեք ու հա, չէ, ես խորհուրդ կտամ օգտագործելով այս օրինակը, թող Ալիևն էլ չվիրավորվի, երբ որ այս պրոթուրքական բարդակը կավարտվի, հա, որի մեջ ցավոք ամբողջ Հայաստանն է ապրում, վստահաբար հայ ժողովուրդը առանց պատերազմի, առանց կռվի իրանց ու Իրան իր տեղը ցույց կտա, որովհետև մենք ունենք այդ պոտենցիալը։ Դե մեզ են փորձում համոզեն, որ մենք չունենք պոտենցիալ, մենք խեղճ ենք, մեղք ենք, մեզ համար ամենակարևորը չդիմադրելն է, որովհետև դիմադրելու իրավունքը եւ պատերազմը, չգիտես ինչու, հավասարացվել է։ Այն պարագայում, որ ես ավելի քան համոզված եմ, պատերազմը չի ավարտվել։ Եվ չի ավարտվել բոլոր առումներով, թող ոչ ոք չխափնվի, որ սահմանում չեն կրակում, հա, ինչի համար էին կրակում սահմանում, որտեղ ինչ բան էին ուզում թուրքերը, հայերը չէին տալի ու փոխհրաձգություն էր գնում, ինչ ուզում են հայերը տալիս է, հայերը չէ, ներողություն, այս իշխանությունը, հայերը չեն տալի, հենց այդ է, այս իշխանությունը տալիս է եւ ըստ էության ունենք, դե լավ, սառը պատերազմ, հա, եւ երբ որ Ալիևի հորդորները լսում եմ մի նեղացեք, դա գիտեք ինչի անում, ոնց որ գնաս մեկի դուրը ջարդես, ասես դե լավ մի նեղացի, տունը տեսակը գրավեմ, բայց դու մի նեղացի։ Երեխեքիդ կտպանեմ, բայց դու մի նեղացի, Անթունի անցի առաջ մի քիչ գնա, միջև քեզ գլխից կխփեմ։ Մոտավորապես այս տրամաբանության ներքո է։ Իդեպ եւս մի այսպես Այմիջալոց իրանց էլ եմ հորդորում, ժամանակը երբ որ գա, իրանք էլ չնեղանան։ Իրանք ես նկատի ունեմ այս իշխանության
Ազիզ ախպեր, ընկեր, բարեկամ Ալիևին եւ այդ թայֆին իրենց։ Պրո-ադրբեջանական եւ ադրբեջանական։ Բացահայտում էլ կարելի ասել արեց, որը այսպես, հա, հենց իր ելույթից իմացանք, փաստորեն այստեղ ադրբեջանցի մասնագետներ են եկել, աշխատանքներ են տարել տեղորոշման հետ կապված, թե էլեկտրական գծերը որտեղ պետք է անցնի։ Սրանք, որ առավոտից իրուն ճղում են իրենց ինքնիշխանության մասին, ատոմականը պետք է վաղ թե ուշ փակվի։ Տեսեք, երբ որ սրանք իրանց ճղում են ինքնիշխանության պետականամետության մասին, ես ասել եմ եւս մեկ անգամ կրկնեմ, իրենք Հայաստանի նկատի չունեն։ Այս իշխանությունների մասին է խոսքը գնում։ Ըստ երևույթի իրենք կռիվ են տալիս մեր հետ բոլորիս, որ Ադրբեջանի ինքնիշխանությունը, սուվերենությունը եւ անկախությունը որքանով հնարավոր է ամրապնդվի, որովհետեւ այս իշխանության քաղաքականությունը դեպի դա է տանում։ Դրա վառ ապացույցը նա է, որ Ադրբեջանի ղեկավարը, որը ուղն ու ծուծով հայատյաց վայրենի է ուղղակի։ Այլ խոսք ես չեմ կարող գտնել մի մարդու ուղղությամբ, ով ոչնչացնում է հայկական եկեղեցիները եւ գնդակարում էր հայկական գերիներին, հայ գերկը հիշեք, չէ՞ այդ կադրերը 44 օրյա, ճիշտ է, սրանք փորձում են մոռացության տալ, բայց ոչինչ, մենք հակա հիշացնենք։ Եվ այս պարագայում շո մեկը ում գլխի մեջ եւ ում պետական եւ քաղաքական քաղաքականությունը պատտվում է Հայաստանի Հանրապետության կազմակերպման շուրջ եւ արևմտյան Ադրբեջան ձևավորելու, չէ՞։ Մեր տեղը որոշում է ինչ պետք է Հայաստանում փակվի։ Մեր տեղը որոշում է ինչ պետք է մատակարարվի Հայաստան։ Այո, ասում եմ մենք ձեզ այլընտրանքային էլեկտրաեակտիվ կդառնանք։ Բայց հասկանում եք, չէ՞, մաքսիմալ կապվածություն են ձևավորում, մաքսիմալ, ասեմ ինչի համար, երբ որ դու մաքսիմալ սրանցից կապված ես իրենց համար իրականացնել Հայաստանի ադրբեջանացումը կամ թրքացումը, ավելի արագ նամանավանդ ակնհայտ է, որ իշխանությունը հայկական արդեն թեթև նախապատրաստական աշխատանքներ շատ հաճախ են իշխանությունները, հա, խոսում օրինակ տարբեր երկրների այսպես հիբրիդային պատերազմի միջամտության մասին, բայց սա հստակ այդպես օրինակ չէ միջամտության, բայց այս միջամտություն չի, սա տեսնում ենք, որ արձագանք չկա։ Բա ոնց արձագանք անեն։ Ներողություն, շատ վառ օրինակ է, օրինակ Հիմա գիտեք, անասնական հակառուսականություն է գեներացվում, անասնական, այսինքն մարդկանց անասնացնում են խեղաթուրելով ովա թշնամին, ովա բարեկամը, այստեղ ռուսի հարցը չի, թուրքի հարցը չի, այստեղ խնդիրը նրանումն է, որ օրինակ իրանք ունեն շատ մեծ պրետենզիա, հա, օրինակ ռուսներին, որոնք շո մի ժամանակ, հա, զենք են վաճառել Ադրբեջանին, բայց իրանք չունեն պրետենզիա Ադրբեջանին, ով այդ զենքով մեզ սպանում էր։ Պատկերացնում եք անասնացման մակարդակը ուղղակի։ Իրանք չունեն պրետենզիա։ Իրենք աշխատում են, ես ավելի քան համոզված եմ, զուգահեռաբար Ադրբեջանի իշխանությունների հետ։ Ինչի համար? Ադրբեջանում ֆիզիկապես է ոչնչացում հայկական քրիստոնեական ժառանգությունը։ Հայաստանում հայ առաքելական եկեղեցու վերնախավի հանդեպ է դեստրուկտիվ գործողություններ ձևավորվում։ Երբ որ այդ երկու հանգամանքը համադրում են, ստացվում է մի պատկեր, որ թե ֆիզիկապես, թե բարոյապես ոչնչացում է հայկական էթնոքաղաքական տարի կարևորագույն բաղադրիչը, հայ առաքելական եկեղեցին։ Ճիշտ է, սրանք այնքան տագետ են, որ պատմությունից չեն քաղում, հա, ասենց ասենք, դասեր, որ սա առաջինը չի, սրանք առաջինը չեն, որ օրինակ կաթողիկոսին են բանանում փորձում, հա, փոխել բառը նույնիսկ չի էլ սազում, այսինքն հանգստի կոչել, ինչպես իրենց ծրագրում են նշված։ Իրանք թող հանգստի գնան։ Իմիջիալոց հայ ժողովրդին անց ուղարկեց հանգստի, պարզապես համառորեն չգնացին։ Հիշեցնենք, եկել էս էլ հիշեցնենք, որ նույնիսկ այս ոչ լեգիտիմ պարլամենտի ընտրությունների պարագայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նկարչությունից հետո նույնիսկ այդքանից հետո իրենք բացարձակ մեծամասնությունը թվերի պահով չվերցրեցին։ Մի հարց էլ է առաջանում, իրենք էլ են սա նշում, ասում են լավ, եթե ասում եք, որ կեղծված են, հա, այդ դեպքում ինչու են այսպեսի հարցեր, չէ՞, բարձրացնում, ասում են փողոցներում 2-3 հոգի են, եթե մարդիկ իրենք իմանան, որ իրանց ձայնը կեղծված է, իրանց կամ արտահայտություն շատ լավ գիտեն մարդիկ, շատ լավ գիտեն մարդիկ ինչ է կատարում, իսկ մարդկանց վախի մեջ եւ լայքի համար գործից հանելու, այլ կարծիք ունենալու համար դատելու, այսինքն
մի կողմից ասում են ինչի մարդիկ դուրս չեն գալի, մյուս կողմից 10 հոգի մարդ է հավաքվում, 150 հատ ոստիկան է գալի, որից հետո 10-ից 5-ին բռնում են։ Իսկ եկել են սատանի մայլենքի հանդեպազություն են անում։ Ում են ինչ խափում։ Իրանք չգիտեն։ Այ հիմա նայելով կամերան բարի նվազագույնը 2018 թվականի գործելավոճը մարդկանց հավաքների հանդեպ դրսևորեք ու դուք կտենաք ինչ կլինի։ Բայց իրանք դա չեն անի, որովհետև իրենք գիտեն, որ բացարձակ մեծամասնությունը դեմ է։ Նույն հաջողությունով կարելի է ասել չի համար մարդիկ դուրս չէին գալի, օրինակ չգիտեմ 37 թվականին, երբ որ զանգվածային ձերբակալություններ, որովհետև ձերբակալում էին։ Բայց այս պարագայում սա երկար չի կարա տևի, հասկանում եք, որովհետև սրանք այնքան adekvatից դուրս են ընկել, որ իրանք հիմա չեն հասկանում, իրանք Ծառուկյանի դեմ չեն կռիվանում։ Իդեպ վերջին ուղերձի հետ կապ։ Այո, հեսա մենք անպայման կանդրադառնանք։ Ծառուկյանի հետ չեն կռիվանում, օրինակ, կամ անդիմության հետ չեն կռիվանում։ Իրանք կռիվ են անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բացարձակ մեծամասնության, որը ընտրությունների միջոցով այս իշխանությունը ուղարկեց տուն։ Պարզապես նրանք զորբայություն են անում, աշխարհի չեմպիոն են, չէ՞ զորբայության։ Չէ, չեն գնում։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի ուղերձին։ Պատկերացրեք մարդը բանտում նստած վտանգի խորությունը տենում է, որը հիմա կա Հայաստանի Հանրապետության հանդեպ եւ բանտից ասում է ժողովուրդ խելքի եկեք։ Ստեղ խնդիրը հակաիշխանական կամ պրոիշխանական կամ հակա անդիմադիր կամ պրոանդիմադիր դիրքերի մասին չի։ Իրականության մասին, հա, իրականությունը հետեւյալն է։ Այո, հայկական տնտեսությունը սրանց թեթև ձեռքով տարակել է։ Չի տարակում է, արդեն տարակել է։ Գյուղատնտեսությունը 300,000 մարդուց ավել մարդիկ այսօր կանգնած են իրական ոչ թե գործազրկության, այլ ապրելու, հա, ուղղակի միջոցների բացակայության առջև։ 300,000 ավել մարդ, 10,000-ից ավել մարդ Գագիկ Ծառուկյանի մուլտի գրուպը, որ հատ են խլում են մարդկանց, տանում են, չէ, խլում են ու մարդիկ դուստ են անում։ Լուծում նոր այսպես չի առաջարկվել։ Հիմա տեսեք, խնդիր չէ, ասում են, որ ժամանակավոր կանցնի աշխատանքը միջև այս իրավական սրանք ինչին կպնում են քանդվում է, հեծը ձեզ օրինակ։ Միջև սրանց հեծը ձեռան գնալ։ Այսինքն այս պայդրությամբ դեր այդ աշխատանքի խնդիրը մնում է։ Չգիտեմ ես ճիշտն ասած, բայց այնուամենայնիվ գիտեմ քանդելու են, սրանք չեն էլ կարա դա անեն։ Մուլտի վելնեսի հաճախորդներից ով գնում էր միջև եւ հիմա մի հատ հլա հարց ու փորձ արեք, վստահաբար կունենաք, հա, ընկերկա բարեկամ, թե ինձ ինչ է կատարվում։ Այստեղ խնդիրը նրանումն է, որ Ծառուկյանը ասում է, մենք ունենք շուկա, ավանդական շուկա, որը մեզ ընդունում է, որտեղ մեր ապրանքների 90%-ը վաճառվում է։ Հիմա դու այդ շուկայից հրաժարվելով տեղ ես բացում ադրբեջանական ապրանքների համար, այլ ապրանք, որոնք գնում են մեր ապրանքների տեղը, վերադառնալ այդ նույն շուկան շատ դժվար է լինելու, ահա որ տարիներ են պետք լինելու։ Եվրոպական շուկա, այն որ 2 ящик ծիրան են ուղարկում Իսպանիա կամ 25 ящик ուղարկում են Բելգիա։ Դա հարց չի լուծում, դա PR կոմպոնենտ է։ Այս իշխանությունը PR կոմպոնենտի միջոցով տպավորություն է ստեղծում, իբր իրենք հարցերը լուծել են։ Հիմա հարց ենք տալի։ Դուք հրապարակել եք իշխանություն հուլիս ամսվա ընթացքում, որ տեսեք 7000 տոննա ծիրան եք ուղարկել։ Ուռա, մենք 7000 տոննա շատ է, չէ՞ հնչում։ Բայց գիտեք հայկական ծիրանի ծավալը ինչքան է։ Մինիմում, որ պետքա դուրս գար, որ ապահովեր նվազագույնը գյուղացիների կենսունակությունը։ 30-ից 40,000 տոննա։ Իսկ 5 անգամ պակաս ուղարկել են, մի բանը դուրս են գալի գլուխ են գովում։ Դրա հետ մեկտեղ Ծառուկյանը ասում է հետևյալը, որ եթե այս իրավիճակը շարունակվի, ապա Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, այսինքն աշխատատեղերը, այսինքն բյուջեի, չէ՞, լծվածությունը եւ այլն, ինքը ուղակի պայթելու է, ինչ է ստանալու Հայաստանի Հանրապետության քաղաքացին փոխարեն։ Հերոստատեսային շոուներ, ինչպես են իրանք խլում հարուստներից, հա, չգիտեմ ինչ։ Ես ձեզ ասեմ, մի զանգված կա Հայաստանում մարդկանց, որոնք կարծում են, որ այդ ամեն ինչ որ խլվում է, մի օր տենց դախլա են դնելու կառավարության շենքի դիմաց ու տենց ամեն մեկին իր փայը տան։ Այ ժողովուրդ ջան, դուք հասկանում եք, որ սրանք մեզ անմեղսունակի տեղ են դրել։
Ես չեմ հասկանում, մենք վիրավորվելու ունակությունից զնզուրկ ենք, թե մենակ ատելություն, թե մենակ իրար փնովել, թե մենակ իրար վիրավորել, վստահաբար հեսա տեսեք, մեր այս հաղորդումից հետո կմտնեք YouTube կտենեք ինչ վիրավորանքներ են գնում։ Հասկանում եք։ Այսինքն երկու կոմպոնենտ պատրանքներից դուրս գալ, սա է ասում Ծառուկյանը, եւ երկրորդը հանրային համերաշխություն։ Ուրիշ տարբերակ չունենք։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, պարոն Աբովյան։ Հարգելի դիտողներ, մեր զրուցակից այսօր քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն էր։ Շնորհակալ եմ հետևելու համար, կվերադառնանք։